Քեզ շնորհավորեմ։ Հուսով եմ Գյումրին ունենալու է այն արժանի զարգացումը, որի մասին բոլորս երազում ենք։ Անկախ նրանից, թե որ կուսակցություն կամ բան եք ներկայացնում, դուք իմ մոտ հարկանք եք վայելում։ Շնորհակալ եմ, պարոն։ Այն երկտե չեմ մոռացել, Վարդան Ժան-Կլոդ Վարդան։ Սաղը տեղից է սկսվել, պարոն Ղուկասյան։ Ճիպը դու կռուգում տամ Աբրիսախբերջան։ Հաջողություն։ Հաջողություն։ Մենք մեր ձայներով ապահովել են Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը։ Մենք մասնակցություն չենք ունենալու գործադիրում, հավագանու բոլոր նիստերին մասնակցելու ենք, եթե չլինի ֆորս մաժորային իրավիճակ կախված առողջական խնդիրների հետ, մասնակցելու ենք ամբողջ կազմով, քննարկումների արդյունքում նախաձեռնությունները ներկայացրած գործադրի կքննարկենք, դրական ունեցանք որոշում կողմ կքվեարկենք, բացասական ունեցանք բացասական։ Պարոն Մխիթարյան, Մարտուն Գրիգորյանը իշխանությունները այսօր նոր ընտրություններ պետք է լինեն, որպեսզի Ես նման կարծիք չունեմ, կարծում եմ ճիշտ կլինի։ Դե իրենք ամեն ինչ կարող են ասել։ աշխատանքը կտապալվի եւ չի հարժանվի։ Եկեք ապրենք, կտեսնենք, հավագանու հաջորդ նիստին կտեսնենք, կա ճգնաժամ, չկա ճգնաժամ, որովհետև ժամանակից շուտ ինչ որ ապոկալիպտիկ մտքեր արտահայտելը ես հասկանում եմ հուզառատությունը իշխող ուժի, որը Գյումրիում այլևս իշխող ուժ չի։ Իրենց հայտարարությունների հուզառատությունը, հուզմունքը, բայց կարծում եմ ճիշտ կլինի իրենց հարցնել այդ ամեն ինչի վերաբերյալ, հավագանու հաջորդ նիստը նշանակված է, այդ նիստի օրը կտեսնենք։ Պարոն Մխիթարյան, ձեր տապաղականությունը Սպառնալիքը, որ եթե Գյումրեցու գլխից մի հատ մաս պակասեց, պատասխան եք տալու պատրաստ եք։ Ես չգիտեմ Նազելի Բաղդասարյանը ինչի մասին է խոսում, ու չգիտեմ կոնկրետ որ մարդը որ մազը նկատի ունի, եթե գիտի կոնկրետ մարդ, որի գլխից ինչ որ կոնկրետ մազ է պակասելու, կարծում եմ ճիշտ կլինի դիմեն ուժայիններին, որ հենց այդ մարդու նկատմամբ կոնկրետ հսկողություն սահմանեն, այդ մազին շատ լավ վերաբերվեն, ուշադիր վերաբերվեն, այդքան է։ Պարոն Մխիթարյան, ձեր տապողականությունը Պարոն Մակարյան, խնդրում եմ ձևակերպումների մեջ, խնդրում եմ ձևակերպումների, պարոն Մակարյան, դուք արդեն շատ երկար ժամանակ, ասեք, որ պարոն Գրիգորյանի ասածն եք ցիտում, գոյություն ունի օրենքով սահմանված ողջամիտ ժամկետ, օրինակ չգիտեմ 24 ժամ, որի ընթացքում եթե դու որոշում կայացնում ես դա շտապողականություն է, իսկ եթե չէ դանդաղկոտություն։ Կա նման բան։ Չէ, ուղղակի մի վարքյան։ Հակառակ դեպքում դանդաղկոտություն։ Պատկերավորած կառավարության դեռ սուրճը չխմած, ոնց որ շտապեցիք հայտարարություն տարածեցիք դրա համար ինքնով։ Պարոն Գրիգորյանի ձևակերպումները կարծեմ նմանատիպ չեն եղել։ Դա ձեր ձևակերպումն է։ Առաջարկում եմ ձեր ձևակերպմանը չպատասխանեմ, որովհետև ես նման բան չեմ գտնում։ Առաջինը հայտարարել է, որ իր քվեներով աջակցելու է պարոն Ղուկասյանին Կարեն Սիմոնյանը։ Ես հայտարարել եմ առավոտյան, հայտարարել եմ այն, ինչը հայտարարել եմ դեռևս ընտրություններից առաջ, որ եթե ես առավելագույն ձայներ չեմ ստանալու, ապա սատարելու եմ ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ ստացած քաղաքապետի թեկնածուին, ինչ ասել եմ, դա էլ արեմ։ Հիմա, եթե կա որակավորում դա շտապողականության, եկեք հիմա ճիշտը խոսենք, ինչի հետ դա կապված պետք է լինի։ Դուք գուցե տեղյակ եք, որ 4 թեկնածուները իրար այդ բանակցությունների սեղանին նստած են եղել եւ ինչ որ բանակցություններ են տեղի ունեցել, այդ բանակցությունների արդյունքում է տեղի ունեցել այդ հայտարարությունները։ Դուք գիտեք նման բան։ Գուցե չլինեն հայտարարությունները, բայց բանակցությունները հետո դրան հետև են արդեն։ Մի վարքյան։ Այդ ով է ասում գուցե։ Այդ գուցեն պիտի որոշեին 4 թեկնածուները։ Եթե 4 թեկնածուները քարոզարշավի 15 օրերի ընթացքում չեն ունեցել ոչ մի նմանատիպ քննարկում։ Եթե չեն, մի վարքյան, բայց կա որոշակիորեն սոցիալական չափումներ, չէ, հարցումների տվյալներ։ Այսինքն բոլոր քաղաքական գործիչները այսպես թե այնպես իրենց քարոզարշավը նաև կառուցում են այդ տվյալները հաշվի առնելով։ Հիմա եթե այդ տվյալները անդադար խոսում էին նրա մասին, որ չի լինելու ոչ իշխանության կողմից, ոչ ընդդիմության կողմից գետ 1 ներկայացուցիչ, որը հավաքելու է 50+ ձայներ։ Դա նշանակում է, որ եթե գոյություն է ունեցել հիպոթետիկ պլան B կամ պլան C, դրա մասին արդեն թեկնածուները պետք է որ սկսեին քննարկումները մինչև ընտրություններ։ Եթե նախնական արդյունքների հրապարակումից 1 ժամ հետո թեկնածուներից մեկը արդեն հայտարարում է իմպերատիվ, որ ինքը միանում է
կամ իր ձայնը տալիս է, չասեմ միանում է, որովհետև ոչ մեկի չի միացել։ Այսինքն մենք մեր ձայներով ապահովել ենք ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը։ Եթե պարոն Սիմոնյանը ընդամենը 1 ժամ-ժամուկես հետո վիդեո ուղերձով հայտարարեց, որ ինքը իր քվեները տալու է քաղաքապետի տեխնացու պարոն Վարդան Ղուկասյանին, դա նշանակում է, որ նման բանակցություն նույնիսկ 1 ժամ հետո տեղի չի ունեցել։ Իսկ եթե ես հայտարարել եմ առավոտյան ժամը 9-ին, դա նշանակում է, որ ամբողջ գիշերվա ընթացքում էլ ոչ մի բան տեղի չի ունեցել։ Ըստ այդմ, ես պարոն Գրիգորյանին շատ հարգում եմ, իր ձևակերպումներն են, որոնց հետ ես ընդհանրապես համաձայն չեմ, առաջարկում եմ իրեն հարցնել, ինչի են այդ ձևակերպումները տալիս։ Ես կարծում եմ, որ նվազագույն խնդիրը, որը մենք մեր դիմաց դրել ենք, խոսքը ընդդիմադիր ուժերի մասին է, Գյումրիում չունենալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ, մենք դրան հասել ենք։ Իսկ Արեգուն եք իրենց զրուցել Մարտուն Գրիգորյանը այս օրերին ձեր հայտարարությունից հետո։ Ներողություն, ոչ մեկի հետ առիթ չեմ ունեցել այս օրերի ընթացքում ընտրություններից հետո խոսելու, ոչ մեկի հետ, ոչ դեմարդեմ, ոչ դեմարդեմ, ոչ միջնորդավորված։ Վարդան Ղուկասյանի հետագա գործողությունների համար պատրաստ եք նաև դուք պատասխանատվություն կրել։ Մենք գործադիրում, իդեպ պարոն Ղուկասյանը հանրայնորեն ինձ առաջարկել էր գլխավորել մշակույթի բաժնի պետի պաշտոնը, հայտարարում եմ, որ նման բան չի լինելու, մենք գործադիրում մասնակցություն չենք ունենալու, մենք մեր առաջարկությունները ներկայացնելու ենք քաղաքապետին, մեր ծրագրերը, եթե այդ ծրագրերի քննարկման արդյունքում հասկանանք, որ կարող ենք համատեղ ինչ-որ բաներ իրականացնել, կիրականացնենք, եթե ոչ, իսկ ինչի պիտի ստանցնենք։ Որովհետև քվեարկել եք եւ նրան դարձել եք։ Մենք տվել ենք մեր ձայները, մեր նվազագույն խնդիրը, որը որպես քաղաքական ուժ, որը որ հայտարարել ենք, այսինքն ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։ Մենք հայտարարել ենք, ես անձամբ ընտրություններին մասնակցելուց հայտարարել եմ, որ եթե մեր կուսակցությունը չստանա առավելագույն ձայներ, որպեսզի մենք կարողանանք ձևավորել իշխող ուժ դառնանք, ապա մենք մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ ստացած քաղաքապետի տեխնացուի ընտրությունը։ Ձեր կարծիքով ԿՊԻ կհաջողվի հասնել արտահայտ ընտրություն, ինչ որ ճգնաժամ առաջացնել կամ ինչ որ մի բան անել, մի բան մշակել, որ իմ կարծիքները կպահեմ ինձ, որովհետև եթե նման բան խոսել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, պետք է իրենց հարցնել դրա մասին, ինչ իրենք ի նկատի ունեն։ Ես ամեն դեպքում մինչև հաջորդ նիստը նմանատիպ ինչ որ ճգնաժամ կամ ապոկալիպտիկ այլ մտքերին ուշադրություն չէի